Այստեղ նաև հրապարակել էին ձեր կոչը սեպտեմբերի 2023 թվականի սեպտեմբերին հրապարակված, որտեղ դուք կոչ եք անում մարդկանց մասնակցել Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավին, հանրահավաքին եւ վերջում հատուկ նշում եք անում վարչական ռեսուրսի կիրառումը բացառել։ Բայց այնուամենայնիվ որոշ դիտորդական խմբերի անդամներ կարծում են, որ չնայած ձեր հորդորին, որոշ տեղերում մեր կուսակցական գործընկերները կարող են ինքնագործունեությամբ զբաղվել եւ այդպիսի խնդիրներ առաջանալ եւ քանի որ այսօր մեկնարկել է վաղաշաբաթի ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես եւ մենք էլ այնտեղ տեխնացու ունենք եւ հավակնում ենք վաղաշաբաթ համայնքի բնակիչների քվեին արժանանալ, ուզում եմ ձեր դիրքորոշումը այս հարցի ուղղությամբ լսել, շնորհակալ եմ։ Դուք մեր աշխատանքային քննարկումներին մասնակցում եք եւ թերևս առիթ ունեցած կլինեք լսելու իմ դիրքորոշումը եւ կարծիքը եւ համոզմունքը, որ ընտրություններում մենք վարչական ռեսուրս ուզելով թե չուզելով, այսինքն անուղղակի կամ օգտագործելու փորձ անենք, այդ ընտրություններում մենք պարտվելու ենք։ Եվ սա եղել է եւ կա իմ համոզմունքը։ Ընդհանրապես տարօրինակ է, որ մենք այս թեման կարող ենք քննարկել։ Մենք վարչական ռեսուրս կիրառելով ենք Հայաստանում հեղափոխություն արել։ Այսինքն, ինչպես կարող է որևէ քաղաքական ուժ իր հաջողության պատմությունից հրաժարվի, որ մտածի հազար ներողություն, այս ներկուսակցական թեմաները բերեցիք ազգային ժողովի ամբիոն, այս լավ չի։ Ինչպես այն քաղաքական ուժը, որը սեփական քաղաքական հաջողության պատմությունից հրաժարվի ու սկսի մտածել, որ կարող է Սերժի ու Ռոբերտի հաջողության պատմությունը ավելի հետաքրքիր է, այդ ինքնասպանություն է այդ քաղաքական ուժի համար եւ քաղաքական գործի համար։ Եվ սա իմ համոզմունքն է։ Ուզում եք իմանալ, շատ խոսվում է ընտրություններում ինչ ոնց եւ այլն, որտեղ մենք այդ տրամաբանությամբ մտածենք, նույնիսկ չգործենք, որտեղ այդ տրամաբանությամբ մտածենք, այնտեղ միանշանակ պարտվելու ենք, ես որևէ կասկած չունեմ։ Իսկ որտեղ մնանք մեր արժեքների շրջանակում, մենք այնտեղ միանշանակ հաղթելու ենք։ Եվ ապացույցը 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները։